գործողությունները, որը գլխում է իրավիճակի գնահատողը ես։ Սա էապես տարբերում է այսօրվա կարգավորումից հարցումներով։ Հիմա ստիպված եմ ուղղակի որոշ հարցերի վերաբերյալ նաև կոնցեպտ բացել, որովհետև իսկապես ես մինչ այսօր չեմ հասկանում, թե ինչի մեջ եմ մեղադրել։ Առաջի օրից չեմ հասկացել, որևէ բարձրանում, ոչ կամիջն է տվել, ոչ դատախազներն են տվել, ոչ մի դատախազն այդ բարձրանում, որովհետև չեմ հասկանում, թե որ գործողությունն է, որ գործողության շնորհիվ եւ գերազանցից են պատահությունները, պատահականությունները, երազողությունները։ Հիմա նաև կոնցեպտը հետևյալ է։ Առաջինը հանդիպում բարձրաստիճան զինվորականների ընտրությունները ավարտվել են, ցիկլ որոշումը կայացվել է եւ երկրորդ տեղը զբաղեցրած 21.5% հավաքած տեխնացուն հայտարարել է, որ ինքը չի ընդունում արդյունքները, ինքը կրել է ընտրությունները եւ ինքը պետք է գնա նախագահական պահ։ Սա ուղղակի հայտարարություն է, որ ձայնագրված է, որ կա, որը նաև ցանցերում կա այսօր։ Հիմա այս պատկերացնում եմ 21 թվականի ընտրությունները, մենք հավաքել ենք 21% խորհրդարական ընտրություններում, եթե հայտարարեի, որ մենք կրել ենք այս ընտրությունները եւ պետք է գնանք կառավարության շենք։ Ինչ կլիներ, որ կրել ինքը։ Ինչ կլիներ։ Այդ էքստրապոլացիան սուրբը վիճակը բացել կանմատը այն է։ Ճիշտ նույնը։ Եվ սկսել է ցույցերը Օկարայի հարաբար։ Սկսել է ներգրավել հասարակական կազմակերպություն, երկրապահ կամավորական ընկերություն։ Եվ բանկարկությունները ման-վեր ձայնագրված է կամ ցանցերում բոլորը ականատես են եղել բոլորի աչքի առաջ։ Եվ զուգահեռաբար երկրապահ շենքում շուրջօրյա մի քանի օր ժողովներ են։ Միանալ թե չի միանալ ցուցարարներ։ Հիմա ինչ է երկրապահ կամավորական ընկերություն։ Վարչության կեսից ավելը գործող զինվորականներ են։ Գործող զինվորականներ կեսից ավելը։ Եվ ամբողջ այդ զինվորականները գտնվում են երկրապահում, մի մասը ասում են գնա, մի մասը ասում են չգնա, որը երբեք չէ։ Միայն իրենց վարորդներով, թիկնապահ օգնականներով եւ այլն։ Բանակի ղեկավար մարմնի մի մասը այնտեղ քննարկում միանալ թե չմիանալ։ Երկրի նախագահը ինչ պիտի անի։ Նրանից կարող մեկը բացատրել իր ուժը։ Ոնց դատվածը բացատրել որոշում։ Իմ ֆունկցիա, զինված եւ ինձ դեպքում են որ զինված ընդ քննարկում, գնանք թե չգնանք։ Եվ դա տևում է մի 2-3 օր։ Ես Մոսկվայի այցի ժամանակ այցից հետ եմ գալիս, հավաքում եմ, պետք է հավաքել, եթե ոչ։ Զինվորականների հետ հանդիպում, պետք է ունենա, եթե ոչ։ Եթե չունենայի, ինձ արդյոք պետք է այսօր դատեի անգործության համար։ Եվ հավաքման այն չոր գարացարիստը բացարձակում։ Հավաքման նպատակը հետևյալ է։ Մեկ խնդիր կար։ Զինվորականներ, ով երկրապահ կամավորական ընկերության վարչության կազմում են, կողմնորոշ։ Եթե այնտեղ զբաղվում եք քաղաքականությամբ, ուրեմն ազատում են ձեր պաշտոնից։ Կամ դիմումը գրեք, կամ եք ազատ։ Կամ ընդդրից եք դուրս գալիս, կամ բանակում եք, եւ չեք զբաղվում քաղաքականությամբ, ներկա եղել։ 25-30 ոտնակ եղել, բոլորի ցուցմունքները դա է, ուրիշ շատ չի գնալ։ Շատ փոշտ խոսացի պաշտպանության նախարարի հետ։ Ասել, ոնց ես դու տալիս։ Ես ինչ է կատարում։ Գլխավոր շտաբի պետի հետ, հա։ Շատ փոշտ խոսացություն եղավ, ես ինչ ես անում։ Բանակը ինչ է։ Ես պատահով էի դա անել, թե պատահով չէ։ Հիմա ինձ վերածում են իմ պատահականությունները, բարեկից կատարում անվան։ Լավ, ուշու ցինիզմ ու շատ է ունենան չի։ Եվ այդ օրը բոլորը դուրս եկան
չի կարող լինել պաշտպանության նախարարի տեղակալ հանրեն հետո ամսին ապրիլ չի կարող լինել տեղակալ եւ զբաղվել քաղաքականությամբ եւ հարավանը մտածի գնա միանա դամբոլ երկարպահով եւ զինվորականներով միանա թե չի բողոքությունը սա է ինձ համար չեք պատկերացնում कि ես 18 թվականից մինչև այսօր այս աբսուրդի կատորի մասնակից եւ դա մեղն է այսպես ասենք ներածում եմ հիմա ինչ վերաբերում է հրամանագիրը ստորագրվել է որտեղ ասում է չէ բանի հետ կար չկա առաջին քնիչ չի որոշ երբ ես ստորագրել եմ հրամանագիրը արդեն եղել մոտ 40-45 բրկիզած մեքենա մի քանի տասնյակ բեկորայ վերավորումներ ստացած զինծառայողներ մի քանի տասնյակ եւ մեկը շատ ծանր Մոհամեդ Զեջան կապիտան եւ դա չի եւ քնիչ 15 տարի անց դա ամեն բան չի եւ երբ որ ոստիկանապետը ասում է որ չի շատ կոնկրետ ասում է զանգելա սուբարասնսախնդիր եւ խնդիրը ինչից է գալիս որտեղ ոստիկանական զորքերը այն ժամանակ պրոֆեսիոնալ 18 տարեկան 19 տարեկան այսպես ժամկետային զինծառայողներ այդպես չի գալիս եւ հիմա դες բարիներ ազգանալ իմ լիազորությունների մեջ է կրկնել եթե ես այն ժամանակ չանեի ինձ այսօր իսկապես պետք է դատել անգործության բայց դատախազի ֆունկցիան չի եւ ոչ էլ այս դատախ ուրիշ ինչ գործողություն ոչ մի գործողություն նկարագրված չի չկա ուղղակի այս քրական գործում ուրիշ ոչ մի բան ոչ չկա Կամ հետևյալ մտերիմ Սերժ Սարգսյանի պահեց, չպահեց, ես անցած անգամ ջանանացած անգամ հետ չեմ ստանում, դրամասին անդայ։ Սերժ Սարգսյանի տեխնացում չէ։ Հանրապետական կուսակցության տեխնացում է, ես հանրապետական կուսակցության անդամ չէ։ Ես հանրապետական կուսակցության Գարասիմյանում չեմ եղել, միայն իր ընտրվելուց հետո միայն կամատերում շնորհով։ Չեմ եղել։ Նախընտրական ամբողջ կարոզարշավին որևէ միջոցառման չեմ մասնակցել։ Հինի այս կարգերի պես չի խոսել, սա ամբողջ պետական համակարգը մտածում չէ կարոզարշավին մասնակցել։ Ոչ մի միջոցառման չեմ մասնակցել ընդհանրապես։ Հենց նրա համար չեմ արել, որ ավելի փոքր խոսակցություններ չեմ ունի։ Չկա իշխանություն փոխանցելու պրոցեդուրա։ Սահմանադրությունը չի նախատեսվում, ես զարմանում եմ անգրագիտության աստիճանի, որ նման բան են գրել այս մեղադրանքի մեջ, հասկանում եմ, որ ներկա դատախազը չի գրել, եւ սա գրվել է այլ գրասենյակներում, դատախազությունը չի գրել։ Չկա այդպիսի պրոցեդուրա, որ ժամկետը դլարանում է, դնում ես դու։ Եվ այդ լիազորությունները ստացվում է ոչ թե նախագահ նախագահից, աննախագահը դնում է եւ ստացվում է այդ լիազորությունները ազգային ժողովի Երդման հարությունից է։ Բրիոնց դաչա չկա, ես անցած անգամ երբ որ հարցի կարճման հարցի չէ, ունարի միջնորդությունը, այդ ամեն ինչի մասին կետտակիտ ասացի։ Գիտեք դուք որևէ հարց այդ հարցերի վերաբերյալ չեք։ Ես հասկանում եմ, որ երբ հարց չեն տալիս, կջորով եվանների վերաբերյալ, նպատակը մեկ Որևէ հարց չտվողը չգիտի ինչ անել պատասխանի։ Իսկ այս ամենը ուղղակի համոզմունքով եմ ասում, չեմ կասկածում, որ սա պատվեր է, սա քաղաքական պատվեր է, եւ այս պատվերը եթե առաջ SMS-ով եմ ուղարկում, հիմա հրապարակային ես։ Եվ դա քաղաքական խոսք չէ։ Սա շատ բարձր հրապարակային
Դատարանը կարող է ձեր դիրքորոշման հետ կապված որոշակի ճշգրտող հարցադրումներ անի։ Ձեր առնչակցությունը, ձեր մեղավորությունը հաստատող կամ երկու որոշակի հարցադրումներ ձեզ, եթե մենք հասնենք կամ պատասխանատուն, իհարկե դուք ունեք մեղադրել դատավորական կարգավիճակ, դուք վարորդի ցանկացած բնում կարող ցույցում տալ, դուք հայտարարեք դատարանին, դատարանը ձեզ որոշակի բացառություններ ներկայացնի, դուք ցույցում տալ, եւ ըստ այդմ դատարանը որոշի։ Հիմա այս պահին ձեր մեղավորության հարցը չեն քննարկում, որ դատարանը ձեզ հարցադրումներ անի եւ ստանա պատասխան։ Դուք ասում եք դատարանը հարց չի տալիս, որտեղ հարցի արդյունքում եղելի պատասխանի հետևանքով դատարանը, չգիտեմ, չի կարողանալու որոշում կայացնել կամ ձեր խոսքերով ինչ ասեցիք։ Կամ ասում եք հնարավորինս պարոն Թոչյան զերծ մնացեք, չգիտեմ, SMS ստանալ, Ես նորից հիշացնեմ, մենք տարուկես մի քիչ ավել են նույն հարցին կամ վստահում եք դատարանին, սպասում եք ակտակում եք դատարանից արտարադատություն, կամ չեք վստահում դատարանի եւ նախագահ դատարանը ներկայացնում բացակի միջնություն։ Երրորդ տարբերակ չկա։ Մենք երրորդ տարբերակ չունենք։ Հիմա դուք ձեր քաղաքական հակառակորդի հետ ինչ փոխհարաբերությունների, անձնական, ոչ անձնական, չգիտեմ, քաղաքական պրոցեսների մեջ եք գտնվել, այդ հայտարարությունները այլ հարթության, այլ հարաբերությունների շրջանակներում քննարկվող հարցեր են։ Մենք այստեղ ունենք առարկա, այդ առարկայի շուրջ քննարկում ենք իրականացնում։ Հասկացա։ Հիմա երբ որ հնչեցվում է մի հայտարարություն, օրինակ, որ դատավորների պես է կաշառակել, որոշումները կայացնում են ոչ այն ձևով, ինչպես այդ մարդը պատկերացնում է արտարադատություն։ ԲԴԽ-ն միակ հայտարարություն չի անում, որ դա անդրադառնալու ուսումններ, դատախազությունը ոչ մի բան չի նկատում, ոչ մի դատավոր, մի քանի հարյուր դատավորից մի հայտարարություն չի անում, ես ինչ եք ասում։ Ես ինչ պետք է մտածել դատական համակարգի մասին։ Մի հատ դատավոր չկրեց, որը որտե հայտարարություն ասի։ Ասի դա ուսել, ինչ։ Սա քաղաքական հայտարարություն չի, սա կոնկրետ մեղադրանք։ Ու ես պիտի վստահ եմ, որ ես պետք է այս դատարանում արտարադատություն կրեմ, եւ նույն մարդը զուգահեռ ասում է, ինք պիտի նստի։ Հաջորդ օրը ասում է, դատավորներ կեսը կաշառակել։ Հիմա ես սա չեմ կարող չկապել այս պրոցեսի հետ։ Ոչ թե իմ նախաձեռնությունը։ Ես հետևանքները հետ եմ պատկանում։ Ես փորձում եմ այդ հետևանքները գնահատել եւ սա իրավունք է։ Եվ ոչ մեկը չի կարել։ Անկոչյան, այդ հայտարարությունները որևէ կերպ, չգիտեմ, հիմա որ ասեմ չեմ լսել եմ հայտարարությունը։ Այդ հայտարարությունները որևէ կերպ իմ կողմից արտարադատություն իրականացման վրա որևէ ազդեցություն չունի եւ չի կարող ունենալ։ Եթե պայմանականորեն լինի մեկ օր, որ ես կաշկանդվածություն ունենամ որևէ հայտարարության, ես ինքս կհայտարարեմ այդ մասին եւ ինքնաբացարձակ կհայտարարեմ։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ այս քրեական գործը իմ վարորդին իմ աշխատասենյակում գտնվող մյուս քրեական գործերից տարբերվում է իր հերթական համարով։ Սակայն ունի որոշակի հանրային հնչեղություն այս քրեական գործը։ Դա ամենևի իմ որոշումների վրա ազդեցություն չի կարող։ Ձեզ չի վերաբերել այդ հայտարարությունը։ Ինչ որպես պրոֆեսիոնալ, որպես դատավոր, դատական համայնքի, այսպես ասենք, ներկայացուցիչ, դատավորների պես է կաշառակել։ Անհին։ Մայր, դա ոչ միայն իմ անմեղության կամ խավարկացի խախտում է, ձեր դատավորների ազնվության կամ խավարկացի խախտում է։ Այդպիսի ձևի ենթադրում եմ չկա, բայց սա որևէ կամ չկա, մեկը չկա, որ դառնում է հայտարարություն։ Այսինքն ինչ է։ Մի հաղազ է դերանը չբացած մի բան չասես, որ դա ճիշտ է։ Այսինքն որ որևէ դատավոր պայմանականորեն ձեր ասացի նման չի արձագանքում կամ չի, դատավորը իրավունք չունի, դատավորը ինչ անի։ Դատավորը ինչ Facebook-յան էջում կամ մամուլի ասում սրավիրի եւ արձագանքի, դատավորը պետք է զսպվածություն դրսևորի ցանկացած նմանատիպ
սերուն ուտված հաղորդումներ ներկայացվել է, չէ՞, հարուտը չի նախաձեռնել, դա այսինքն դիտարկվել է որպես քաղաքական, հա։ որպես քաղաքական։ Եթե ես օրինակ Հիմա դատավորը քաղաքական հայտարարությունը արդյոք իրավունք ունի, այստեղ գործ ունենանք։ Մենք դեպ ունենք մարդ կալանքի տակ է, որտեղ դատավոր է։ Ինչպես։ Երկու երեք հոգու կանոնավորել են դատավորի դերավորելու համար։ Ինչ որ մի վճռից է, ինչ որ բան ասել, օգնում են քաղաքական հաշվետվություն։ Կանոնավոր։ Անկոչյան, որը Հիմա դատավորների կեսը կաշառակ է, դա ես չեմ ասում։ Ինձ հասկան։ Որը անձնավորված հայտարարություն ամենայնպես ես չեմ լսել, որ անձնավորված։ Հիմա ընդհանրական հայտարարությունը քաղաքական գործընթացների լույսի ներքո դա Ես դատավոր եմ, շատ բան կարող է ինձ դուր գալ կամ չգալ, բայց ես կաշկանդություն ունեմ շատ հարցերի վերաբերյալ անգամ կարծիք արտահայտել։ Կարծում եմ այսքանով կաշկանդություն իմ պաշտոնում եմ ունեմ։ Եվ դա որևէ կերպ պետք է իմ գործողության վրա չանդրադառնա։ Լսեցի Սարգսյանի անցած ես իմ արտադրությունը ստեղծեցի։ Իմ վերաբերյալ դիտել որ առաջ եթե SMS բանով պատմում, հիմա հրապարակային խոսում են, ասում սենց դիտա։ Ես ինչ ասել եմ ստատիկ եմ։ Անկոչյան, ինձ ոչ SMS եմ պատմում, ինչ հրապարակային խոսքով կոնկրետ չգիտեմ։ Բայց լսել եք չէ՞։ Լսել եմ, ձեր ասածը ես լսել եմ։ Նոր ասեմ չեմ լսել։ Ես ձեր ասածը լսել, բայց ինչ կապ ունի։ Որը անգամ, ասեմ ինչ կապ ունի մեր։ Ասեմ ինչ կապ ունի, որովհետև ես ուրիշ քրական գործով չեմ։ Այն անգամ մենակ սա է, ինձ ասում է դու պիտի լսես, հետո ասում է դատավորները ով որ սենց հարանում վեպին չգիտեմ ինչ եվա, սա վերաբերում է ինձ և ձեզ, ձեր անունը չի կրում, բայց կոնկրետ վերաբերում է ձեզ, որտեղ ես ուրիշ դատական գործում չկան, ստեղ են կապը։ Տեսեք, դատարանի պետք է ընկարել, թե ոչ, և ճուշում դատահազ է։ Դատավորական հստակ ընթացական կա, ճիշտ է, այս քրեական գործը մենք ստացել ենք չրավեր դատարանից, բայց երբևիցե այս քրեական գործով իրականացվել է նախաքննություն, արդ իրականացնող քննիչը կամ քննչական խմբի ղեկավարը քննչական խմբի գործը համոզվածություն է ունեցել, որ անձի դատապարտումը մեծապես հավանական է, կազմել է մեղադրական եզրակացություն, այդ մեղադրական եզրակացությունը տեսեք, օրենսդրական ձևակերպում մեծապես հավանականություն։ Հակառակ դեպքում դատարանը կամ դատախազը ունենային նոտարի ֆունկցիա, այսինքն ինչ բերեին մենք պետք է հաստատենք։ Մեղադրական եզրակացության գործուղարկվել է հսկող դատախազի, հսկող դատախազն է մեծապես հավանականությունը հաստատված համարելով ուղարկել է դատարան, քրեադատավարական գործընթացն է ներկայացնում։ Դատարանը պետք է պատշաճ իրավական ընթացակարգով քննարկի Եվ եթե դատարան ներկայացվել են և վերաբերելի, թույլատրելի, արժանահավատ, բավարար ապացույցներ, այդ ապացույցների հիման վրա նախագահ դատավորը պետք է ունենա ներքին համոզվածություն, այստեղ շատ կարևոր ձեր ուշադրություն է հրավիրում, որ նախագահ դատավոր, առհասարակ դատավորը չի կարող ուղղակի համոզվածություն ունենալ, որ այս կամ այն անձը ենթադրաբար կատարել է այս կամ այն հանցագործությունը։ Պետք է իր համոզվածությունը, ներքին համոզմունքը հղի և ձևավորվի գործով դատարան ներկայացված ապացույցների հիման վրա։ Այսինքն ոչ իրավաբանները, ոչ, չգիտեմ, անգամ իրավաբան, բայց օրինակ ձեր պաշտպանը, դատախազը, Վարուկ Նիկոլաևիչը, իրենք մեծապես հավանականություն են գնահատում։ Այսինքն Վարուկ Նիկոլաևիչը ասում է, որ ոչ թե մեծապես հավանական է, իմ պաշտպանն անում է։ Հանրային մեղադրողը ասում է, որ մենք գտնում ենք, որ մեծապես հավանականությունը բարձր է, որ մեղադրյալները կդատապարտվեն։ Դրա վերջնական որոշում կայացնողը դատավորն է։ Եվ որոշում կայացնում է գործով ձեռք բերված դատարան ներկայացված թույլատրելի, վերաբերելի, արժանահավատ, բավարար ապացույցների հիման վրա, եթե վերջնարդյունքում այդ եզրահանգումը։ Մենք այս պահին ընդամենը քննարկում ենք քրեական հետապնդումը դատարեցնելու հարցը։ Ձեր պաշտպանը միջնորդություն ներկայացրեց 12-րդ հոդվածի առաջին մասին 5-րդ կետով անձնագրության հիմքով դատարեցնել։ Հիմա որոշակի հարցեր են դուք առաջ քաշում։ Եվ ասում եք, որ հասկացել եմ, բայց նայեք, դատավորը հարցեր չի տա։ Հիմա եթե ես հարցեր տամ,
չէ, օրինակ ասեմ, այ պարոն Քոչարյան, ինչի այդ հրամանը արձակեցի։ Մի քանի օր աշխատանքից օրինակ պայմանական ազատեք այդ հարցը կարգավորվի, դա ըստ էության հարցակնությանը վերածվի։ Հասկացա, ես իմ բանը ինչի մեջ է իմ ոգություն։ Դուք կարդում եք մեղադրական եզրակացություն։ Ես ակնհայտ ցույց եմ տալիս, որ այդ մեղադրական եզրակացության մեջ արգելյունի սրտերը իրականությանը չեմ պատասխանում։ Սահմանադրությանը հակասող ձևակերպումները։ Ակնհայտ արգելյուն, հանդեպ որ գրածը ներ, որ լուսի եւ այդ կյանքը դուք ընդունեիք, դուք չէիք ուղղակի կասեիք տարեք նրա, քրքի դերից։ Այս արգելյույթ իրականության չամապատասխանող բանը ո՞ր է։ Չի կարող։ Չեք կարող, ուրեմն պիտի կարճեք հայտնված։ Դուք դա չեք կարող։ Հիմա իմ ասածը սա է, դուք այդ հարցերի վերաբերյալ որևէ հարց չեք տվել, որտեղ դուք չեք իմացել ինչ անել պատասխանների։ Հիմա իմ ասածս հետևյալն է, ինձ կոնկրետ ասում են ազնական շարադիտական է պահ վերելու համար, ասում են սա արարել Սերժ Սարգսյանի համար։ Ու չեն ասում։ Դա պետք է հաստատենք կամ հերկենք։ Չէ, ոչ, այդ եզրակացության մեջ չի գրած Սերժ Սարգսյանը ով է։ Նենց են գրել, ոնց որ Սերժ Սարգսյանը իմ հարևանը, սա այս հարևանի վերևել սա փաստական հանգամանքների նկում եք տալիս։ Հիմա հարևան հատող ասում է, որ այդ փաստական հանգամանքները քրեական գործով դատականության ընթացքում մենք կհիմնավորենք։ Ձեր պաշտպանն ասում է չի հիմնավորվի, կհերկվի։ Ախր ես ստեմ ինչ բան ասում, նայեք, հիմա մենք քննարկում ենք վերև անձեռնմխելության։ Եթե այդ մասերը չգերեին, երրորդը չէ։ Եթե չգրած լինեն, հիմա չի կարող դատալով, ասի, դե սա ազնական բան, ազնական վերաբերում բան։ Չի տեսնում ինչ արածում։ Հիմա իմ ասած հետևյալն ակնհայտ կեղծ, արգելյուն կեղծ, բացահայտ կեղծ բաներով գրածալ եւ այս մեղադրական եզրակացությունը դուք եք ընդունել եւ թույլ եք տվել հոդվածը։ Ուրեմն չի ուզում տեսնել։ Ես սա ամեն ինչ կապում եմ այդ կարգական հայտարարությունների հետ, մեղադրանքների հետ, նախկինում SMS-ների հետ, հիմա հրապարակային հրահանգների հետ, չեմ կարող չկա։ Վերջ ես 8 տարի է, ես գալիս եմ ես մեղադրել ես սեղանի, նստում եմ և չեմ հասկանում թե ինչի անում է։ Եվ հոդապար շոչների չի բացել։ Ոչ մեկ։ Հիմա եմ սա ասած սրան է չկա։ Դրա մարդը չեմ հավատում, որևէ մեկի միջև է, իսկապես ախարատարություն իրականացան Հայաստանում։ Մի քանի դատավոր ենք ունեցել, այս գործով նաև իմ փորձ ինչ է ասում, երկու դատարանով մեկը գործից ազատ եղել, մյուսին ազատեցին 6 տարի պայքարեց դատական համակարգը, վերջը վերականգնեց։ Հիմա ես ինչ պիտի մոռացել։ Տեսնում եմ դուք խուսափում եք կնճռող հարցերից, տեսնում եմ այդ հայտարարությունը, այս ամեն ինչ տեսնում եմ, հիմա ինչ պիտի ասեմ, ես իմ գլխից շատ անկեղծ բաց ասում եմ, որ չեմ հավատում, որտեղ չեմ տեսնում։ Եկեք այսպես բառնալ, եթե դուք որևէ օրինք ցանկանաք ցուցմունք տա, իրավունք ունեք։ Եթե որևէ օրինք ցանկանաք ցուցմունք տա, դուք այդ իրավունք ունեք։ Կհայտնեք դատարանին, նա որ է ձեր ցուցմունք տալ բարձունքում, դատարանը բազմաթիվ հարցեր ձեզ ունի։ Հիմա այդ փուլում չենք գտնում։ Ահա դատարանը որևէ ձևով չի խուսափում, որևէ հարցի քննարկում։ Ես չեմ ուզում, չեմ հարցեր չեմ ասում ես ուղղակի տեսնում եմ, որ այդ կնճռող հարցերից վարկետորեն մեկ օրինակը վերեք, որ հարցից, մեկ օրինակ։ Այսօր օրինակ այդ օրինակը, ամենից վառ օրինակ, ամենից վառ սուտ հրատարականի մեջ, դուք այսօր վերեցիք որպես ունակ։ Ես դրա մասին չի խոսել, հիմնավորում, թե ներկայացված փաստաթղթերը իր ազնական բանը, ազնական։ Այն ինչ կերված է։ Այն ինչ ներկայացել են, այն ինչ կերված է, պարոն Քոչարյան։ Մի բան էլ